այս բողոքի քանորը բաժին է վերում, շնորհակալ սիրուն Ուզում եք առանձնահատուկ այս բողոքի կապակցությամբ պատասխանը չստեք, դե պաշտպանական կողմի բողոքները ներկայացնելով արդեն դրա պատասխաններ է, որովհետև դուք լրիվ դրանք հակառակ բողոքներ եք։ Այո, հակառակ բողոքներ եք, բայց նաև իդրոֆիկերը այս բողոքի դրավոր պատասխան են ներկայացրել, իմանալ պաշտպանը, պարոն Սիմոնյանի բողոքի դրավոր պատասխան են ներկայացրել, Դատական տրամադրության դարձան այս պատասխանը այսօր պատրաստել կարող են ներկայացնել։ Կարող են ներկայացնել։ Վստահում նաև ընդհանուր մեր բողոքները ներկայացնել։ Չէ, մեր պատասխան ներկայացնել։ Պատասխանը այն է, հրապարակ կատարանի պարտականությունն է, բողոքի պատասխանը ներկայացնել։ Բացատրություն վերաքննի դատարանում, վերաքննի դատարանում այլևս դա նախորդ քերականության պատասխաններն են, բողոք պատասխաններն հնչեցնել։ Հիմա արդեն բողոքի կապակցությամբ պարզաբանումներ են ոչ։ Ես տրամադրված եմ ամբողջ համարյա 99% ես ներկայացնեմ ամբողջություն չեմ։ Խնդրեմ, լսում եմ։ Այո, բողոքը դրուծացի է, որ դրական Սիմոնյանի ներկայացրած լույսկերտներում, որը դրական մոդելում ռոկայացուշում ամեջություն չկա, ոգին նրա համազանություն, թե չենք պետք դիպրոշում է բերբոքի սապարացություն։ Ավանց ընկերցել եմ, բանավոր եկում նավոր չեք կա։ Չէ, ես չեմ ուզում բանավոր համես կա։ Ախր գրած է, ինչ-որ դուք կապրանից դա մեր ձերքի կապ։ Դեն բողոքն է ակրած, Սիմոնյանի Այո, դուք գալիս եք բացատրություն տալու։ Ասեմ ձեզ, օրենսդիր այդպես է մտածված, հենց հիմա ոնց որ թե շատ ակտիվ քննարկում է, որ այլևս վերաքննիչ դատարանում ոչ մի կողմեր չի կան։ Դրա որ տարբերակով ներկայացնել մենք մեր աշխատասենյակով։ Այսինքն որ դուք ասում եք, բա մենք ինչ ենք անում։ Ոնց որ օրենսդիրները կամ գոնել կառավարությունը, ոնց որ տեղնարկելավարություններով, այդպես է մտածում։ Դե հիմա շարունակենք։ Որեզրական կարգավորների կավանքի հետ կապասկանալով ավիճակում։ Կավանքի մասին չի խոսքը, այս գործերի մասին է։ Երբ որ զավթի որ եք կրվում, չեք կրվում որ եք չեք։ Լավ, այն բողոքում չեն բերել, հարությունների ներկայացման մշտական բաժի խստացությունների նավարող պաշտաճի բավարար պասարկներ, որպեսզի պայմաններում առաջնային դատարանի մշտական բաժի խստացման առումով ենթակա չէ տեսություն, հավերգրաման և ոսկով։ Այսպես, Պարոն Սիմոնյանը վերաքննիչ բողոքի մեջ խստացումը հաստատվել է այն հանգամանքով, որ ասած հետևանքների ծանրությամբ Դե չեք ներվեց վերջ մնան պարակի բացում, օթափոքվեք եմ, մի փոքր Մենք չենք աղոք չլի ուղղակի, մենք չենք Որսումն ներկայացել է, որ դատարանչերը կամ դատարան արտադրողի մասով պետք է խստացնել, քանի որ հասնել է, որ 20 դիվիզիոնի մարտական ուժի տեխնիկայի կորուստների վրա հասնելը պայմանավորված է եղել դիվիզիոնի անմիջական ղեկավարում իրականացրած բանների լրջագույն սխալներով և վաստակներով, այն է քրեական դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանություն ճիշտ կազմակերպելով, դիտակետեր չտավալելով, դեպքեր չմշտակելով դրոնների առում ներկայացնում Սիմոնյանը Դալա հարցները նկատում նշանակված բաժի խստացումը հաստատվել է նաև այն հանգամանքով, որ ժաղալ հարցությունների վերագրվող արարքը կատարվել է պատերազմի ժամանակ, համտեսելով այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ կատարված լինելը հանդիսանում է 2003 թվականին ընդունված Տիրական լեզվի երկրորդ մասով նախատեսված հանցակազմը, որակյալ դարձնող հատկանիշ և հենց այս պատճառով որ արարքը որակվել է այդ հոդվածով։ Այսինքն, որ արարքը որակյալ դարձնող հատկանիշը չի կարող ինքնատեսանալ այդ հանգամանքի արտադրման օրենսդրորեն ստացված սանկցիայի սահմաններում, սանկցիայի առավելագույն չափը կամ դրա չափի մոտ պատիվ նշանակելու համար։ Մյուս հանգամանքը, որը վկայակոչեց պարոն Սիմոնյանը, վկայակոչում է, որ մասնավորապես
արկային հանգամանքներ, որոնք ուղղակիորեն վկայում են ժողովրդի հարցումների նկատմամբ երևական դեպքության խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության մասին, ըստ պաշտպանական կողմի, որը վկայակոչվեց, որ խոսքը գրում է, որ հաղացել է 20 զինվորներ, ծավալում են դրա համար, բայց ամենադեպս օրենսդիրը հայտարարության նախատեսել է պատիժ, որի բազաշինը ամենադեպս 5 տարի 6 ամիսի չէ։ Առաջին անձանի դատարանի դատավճռով դրան հատուցումների պատասխանատվությունը եւ պատիժը զանգվածող որևէ հանգամանք չի արձանագրվել։ Այսինքն այդպիսի հանգամանք չի վկայակոչվել նաեւ Պարոսի նույնի կողմից վերարկում բողոքի մեջ։ Ժողովրդի հարցումները նաեւ սուբյեկտական գործի դիմաց ներկայացված են, հաստատում է կցված է քրական գործի, քննարկին ունի հանգահասակ երեխա եւ ծանոթյալ ծնողներ, 40 տարեկանից ծնողներ, որը բնականաբար նրանցը դրական քաջող հանգամանքների մասին է վկայում, իսկ հանգահասակ երեխայի արտադրությունը պատասխանատվություն եւ պատիժը ներմասնող Վերագրով դեպքից 44 վերապարտական գործողությունների ընթացքում ծառայական պարտականությունները կատարելու ժամանակ Ժողովրդի հարցումները հակառակորդի համակարգի թռչող սարքի հարվածից ստացել է վիրավորում, այն աստիճանի, որ ուղղակի նրա կյանքը փրկելու հավանականությունը եղել է մոտավորապես 1-2% սահմաններում եւ բավականին երկար ժամանակ ստացված ուժումների, տասնյակ վիրահատությունների արդյունքում ինչ-որ եղանակով հնարավոր է եղել փրկել ժողովրդի հարցումների կյանքը։ Եվ այստեղ բնականաբար հարց է առաջանում, այսօր ուղղակի երևի ժողովրդի հարցումների հիմնական վիրավորությունը նա է ըստ տրամաբանող օրենքների, որ այս չինը վիրավորումից ուղղակի ժողովրդի հարցումները երթանքերից։ Այս հանգամանքները վկայում են, որ իրականում երևի դրամատ դիմադրեք ժողովրդի հարցումները ոչինչ չունեն։ Այսինքն, որ ձերի ծանր վնաս հասնել է եղել, շուտ ինքերում կետնանի ավանացել և այսօր կանգնացել իրական պատասխանատվության։ Ժողովրդի հարցումները չի կարելի շտապել արևիկի համար և երևի ավելի շատ է շահագրգռված եղել, որպեսզի պատերազմի ելք այսպես չավարտվի և իրականում բնականաբար իրականություն պատերազմ առանց զոհերի չի մնալիս, այսպես շատ են ցավում այս դեպքի համար, որ իրականում այս երեխաները ուղղակի եթե իրականում զոհվեի մարտական մի առաջադրան կատարելու ընթացքում պատերազմի ժամանակ երևի այս ծնողների միշտ ավելի դեպք է։ Քրտերը կայանում է դրանում, որ 8 դրամով ունեցող հասնակազմը, 8 դրամով ունեցող հասնակազմը, բանացել են ոտքով շարժվող հասնակազմի, մեկուց 100 կամ 200 ուրիշ։ Ընդհանրապես պետք է 2 գրավից։ Այսօր պատճառաբանն է ժողովրդի հարցումները։ Լավ, շոկ տեսականորեն ընդունում եք ինչի պաշտպանական կողմից։ Ասենք 3 կիլոմետրի վրա ժողովրդի հարցումների ասածը ինք է ընդունել, որ կարող է եւ հակառակորդ ունի, կամ դա հակառակը յուրային լինի, թեպեզ եւ ընդունել որ յուրային։ Լավ 200 մետր մոտեցան։ Համոզվեցիք որ հակառակորդ։ Ինչն է խանգարում 8 տրանոցից մեկը եւ դատարանաչական ռազմագիտական փորձակնությունը եզրակացություն ատվել, որ փորձագետներ, որ հրանոթը թեքելու համար անհրաժեշտ է 1 րոպե ժամանակ։ Լավ, դժվար է գոնե երկու ուներ կասկածան Փարեգոսյան ոստա հակառակ։ Ախր հիմա բան ապրեսան։ Ոնց որ դուք եկել եք ես ճողների էմոցիաների հետ կապված արտադրություն։ Դա ասեք։ Ժորժ դե ես խոսում եմ, բոլոր դրեք եք։ Սովորական էթիկայի կանոնի դատավարության կարգը։ Նախագահ դատավարը խոսում է, ոչ մի չխոսի առնես։ Հետո զուգահեռ խոսում եք, որ ինչ լինի, որ դժողներից մեկը պատասխան է Պերուսը պատասխանի, դատական նիստը դառը չգիտեմ ինչ։ Բան ապրեսան, դուք խոսում եք ընդհանրապես պաշտպանի կողմից բերված, դժողների ներկայացուցիչի կողմից բերված, բաժի մեղմ լինելու ըստ իրենց, մեղմ լինելու առումով բողոքի։ Դուք արդեն գնացիք մեղադրանքի հիմնավորվածությանը, այսինքն ով ինչից խոսում է դուք գնում եք մեղադրանքի հիմնավորվածությանը, ով ինչից խոսում է գնում եք մեղադրանքի հիմնավորվածությանը, ու դուք ամեն անգամ իմ մոտ այդ կարծիքն եք ձեռագրում, որ ամեն անգամ գիտեք, որ այդ մեղադրանքի հիմնավորվածության կապակցությամբ ձեռագրված արտահայտությունները ծանր են տանում որդիներ կորցրած ծնողները, այս գործող դժողները, դերից պետք է ռեպլիկա է, դատական նիստը խանգարվի եւ նիստը տեղի չունենա, չեմ թույլ տա։ Ըստ էության բողոքի կապակցությամբ ձեր պատասխանը։ Դուք շատ սխալ կարծիք ունեք, որ ես փորձում եմ։ Ես ենթադրում եմ, իմ կարծիքը որը ձևավորել պետք չի բացարձակել։ Ես ենթադրում եմ, որը կամ այդպիսի եզրահանգված ունեմ միգուցե նրանք քննարկել դες բաղադրելու հարցը, դե դեպքում դուք բողոքի կապակցությամբ եւ հարգելի ծնողներ,
դուք եք ոնց որ թե ամենաշահագրգիռը եւ կասկածա միտը, որ այս դատավարությունը չի ավարտվելու կապված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով անցածվելով իրական պատասխանատվություն։ Գոնե դուք եք ձեր ներկայացուցիչի միջոցով եւ նաեւ այդպիսի մամուլում հայտարարություններ հանդես գալի, նաեւ ցույց տալի դատական նիստի ընթացքում։ Եթե ուզում եք, որ այս դատական նիստը տեղի ունենա եւ մինչեւ վաղեմության ժամկետները լրանալը բողոքների կապակցության վերաքննիչ դատարանը որոշում կայացնի, ուրեմն յուրաքանչյուր տեղից ռեպլիկները հանդես չկա։ Բոլորի կհեռացնեն վարքից առանց դատական նիստ կա։ Հասկանալով ձեզ, ձեր ցանկացած դուրսեցիք նաեւ ձեր պատասխանների ժամանակ մեր էմոցիան, այո, խոնարհվում ենք, ձեր հետ արտասվում ենք անկախ նրանից Ժառ Հարությունյանն մեղավոր, թե մեկ այլ անձը մեղավոր, կամ ընդհանրապես մեղավոր հասկացել չկա ձեր երեխաների շիրիմների։ Եվ նաև խոնարհվում ենք ձեր առջև, այդպիսի երեխաներ եք ունեցել։ Բայց դատական նիստը թույլ տվեք մենք անենք։ Պարզ է։ Շարունակեք բանալ։ Եվ ակայական Կատարված արարքի հանրային մտավորության բնույթի և աստիճանը ամբաստանների անձը։ Ես ներկայացնում եմ իրավիճակ, որ այսօր իրականում ուժողների մոտ այն տպավորությունը կամ ընդհանրապես կանոնի մոտ բնականաբար ներկայացնելով իր վստահողների շահերը, ներկայացնում են մի իրավիճակ, որ Ժառ Հարությունյանի գործողությունները ամենայնևս դրանք են հենց հիմնական պատճառը, որոնք առաջացել են ոչ թե մեկ անձի մահ, առաջացել են 20 անձի մահ, առաջացել են պատերազմի ժամանակ կամ ոչ պատերազմի ժամանակ։ Ես ցանկանում եմ որ դատարանի ուշադրությունը հրավիրել, որ այդ բոլոր հանգամանքների համակցության մեջ արարքի իրավունքների աշխատանքները չի ընդունում։ Եվ Ժառ Հարությունյանի անձը վկայում են միանշանակ այն մասին, որ պատժաճապը նշանակված պատժաճապը ստացնելով որևէ հիմքեր եւ այդ առումով վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր ապա չեն։ Հիմա ոչ ասացի տրամաբանությունը դա է։ Տեսեք, դժողի մայր օրգանիզմը, ասում են մեքենա իմ որդին մահացել է իր մեքենայի տակ։ Դա Ժառ Հարությունյանն է, 100 կիլոմետր հեռավորության վրա մեղավոր վիրավորեցին ժողովրդի մեքենայի տակ։ Հենց դա Թադևոսյանի մեղքն է, որ չի կազմակերպել իր զորքին։ Չի կազմակերպել իր զորքի նահանջը, չի կազմակերպել իր զորքի պայքարը եւ մարդու երեխան մահացել, անդերա միքենետան մահացել։ Եվ այս դրամը դատում են Ժառ Հարությունյանին։ Դա ինչ ասեն դրա։ Ես ասում հնարավորները դրած կրում էի դրե։ ավարտեցի, Այո։